հայր, առաջինը, որ կուզեինք հարցնել, ինչու է սովորաբար գնահատականներ տալիս եւ այսպես անվար խոսում, դուք Աշակ Սրբազանը եւս մեկ-երկուսը, բայց մեր եպիսկոպոսած դասը կարծեմ 50 պլյուս քանակ մի քիչ ճիշտ չեք կամակասել։ Ամեն դեպքում ինչու են пассив կամ գուցե անհաղող մեր մյուս եպիսկոպոսները։ Երևի դուք եք մեղավոր, իրեն չեք հարցնում։ Գուցե սա բնույթի հարց է, թե։ Չէ, ինձ մեզ եք հարցնում, իրեն չեք հարցնում։ Մենք հարցերը չեն պատասխանում։ Հա։ Մյուս եպիսկոպոսները կարծես միշտ ջրի հատակ։ Իսկ միական բոլորը։ Այո։ Միակարծիք են։ Այո, իհարկե միակարծիք են։ Թեթև մանր տարբերություններ կարող են լինել։ Բայց հիմնականում իհարկե միակարծիք են։ Ճիշտ եմ հասկանում, կան եպիսկոպոսներ, որ ամեն դեպքում թելնում են Փաշինյանի թելը։ Չեմ կարծում այդպիսի եպիսկոպոսներ կան, բայց երևի կան եպիսկոպոսներ, որոնք ընդհանրապես կոնֆլիկտի գնալու ցանկություն չունեն։ Եվ իրենց մոտեցումը այն է, որ եկեղեցին բոլոր դեպքերում պետք է կայսրինը կայսեր տա։ Սա հասկանալի ըմբռնում է, հասկանալի մոտեցում է, բայց սա կայսրինը կայսերը չի կարելի դիտել առանց Աստծունը Աստծուն դիտելու։ Ասում եք կոնֆլիկտում հետ Իշխանության, կայսեր։ Հակադրվել չեն ուզում։ Որևէ մի իշխանության, ոչ թե կոնկրետ Նիկոլի։ Մեծ անվերապահ հաջողություն են Բեհապար Հայրապետի։ Իհարկե, ոնց կարող է չաջակցել։ Սահակ պատրիարքը շատ հստակ, Սահակ պատրիարքները լուր, բայց ինքը շատ հստակ ասեց, չէ։ Ասես նույնիսկ անբարոյականություն է մտածել հաջորդ կաթողիկոսի մասին այն ժամանակ, երբ որ աթոռը թափուր չէ։ Բայց իր թեկնածությունը քննարկվում էր ամեն։ Դու ով ուզում եք որ քննարկի, բայց ինքը չի քննարկում։ Ինքը իրեն թեկնածու չի նշում։ Ինչ նպատակ ունի այս ամենով իշխանությունը, ինչ է ուզում հասնել։ Դե նոր ասեցին, ուզում է ունենալ հնազանդ եկեղեցի։ Իրեն հնազանդ։ Երբ որ իրենք իշխանության չէին, դժգոհում էին, որ եկեղեցին պետք է հնազանդություն չցուցաբերի, հիմա հնազանդություն չի ցուցաբերում, էլի դժգոհ են։ Բեհապար Հայրապետը անցած տարի եկեղեցու օգնման արարողությանը, երբ որ ձեռք մեկնեց նորից իշխանությանը, սա բավականին բուռն քննարկումների տեղի տվեց։ Այդ թվում, այո, բայց մենք հիշում ենք, որ Փաշինյանը նույնիսկ չսպասեց, որ ծիսակատարությունն ավարտվի, նա դուրս եկավ եւ լքեց եկեղեցու տարածքը։ Այս միջադեպից հետո ընդհանրապես քննարկումներ եղան դեռ այն ժամանակ։ Չէ՞ որ մինչ այդ էլ հանրապետության անկախության օրը հիշում ենք, թե ինչ գռեհիկ տեսարան ապահովեց իշխանությունը ոստիկանների միջոցով Սարդարապատ հուշահամալիրի։ Դե մենք գիտեք չարին չարով չենք պատասխանում, եկեղեցի ենք մենք, չէ՞։ Մենք նույն մեթոդներով չենք պատասխանում։ Ուզում եք ասել հիմա էլ միջոցառում լինի նրանք կհրավիրվեն Սիրահորժարը։ Ես կողմ չեմ լինի հրավիրելուն, բայց եթե մեծամասնությունը հա, բայց ես համաձայնությունս հայտնեցի մեծամասնության, որ մեծամասնությունը այդպես որոշեց, ասի լավ, որևիցե արարգություն ցույց չտվի։ Փաշինյանը ինքն է անընդհատ սար դրել ձեր եւ պետության։ Այո, ինքը կարող է անել, բայց մենք նույն ձևով եւ նույն մեթոդներով չենք կարող պատասխանել։ Մենք եկեղեցի ենք։ Այսինքն քրիստոնեաբար ներում եւ սիրում եք անգամ Փաշինյանին այսպիսի արտահայտություն։ Երևակայեք։ Իսկ որ ասում է Բեհարանը Բեհի։ Ինչ իմանամ ես իր ռեբուսները չեմ կարող հասկանալ։ Դուք պետք է իմանաք։ Քրիստոնեաբար պետք է հարձակվենք եկեղեցու վրա եւ այնտեղ ընտրություններ տեղի կունենան։ Դուք վստահ եք, որ ներսից աջակցություն չի լինի եւ մինչ այս Իհարկե վստահ եմ։ Իրենք տեսեք ով էր նրանցից մեկը ինչ-որ կարծիք հայտնեց կենտանական մագանուն ունեցող մեկը այդպիսի կարծիք հայտնեց, չէ՞։ Փորձելով սեփ խրել ամուսնացյալ եւ կուսակրոն հոգեվորականության մեջ, թե ինչու ամուսնացյալ հոգեվորականությունը, ինչու վեր չեն չէ, ինչու ամուսնացյալ հոգեվորականությունը չի կարող բարձր աստիճան ունենալ եւ նույն կուսակրոնները։ Այդ փորձում են այսպիսի սեպեր խրելով, հա, փորձում են պարակտում ստեղծել եկեղեցու մեջ, դա չի հաջողվի։ Առաջին անգամ չի։ Հա, իրապես ճանաչում է, հա ինձ։
ձեր ելույթում քիչ առաջ այստեղ եկեղեցու շուրջ կատարողի մասին քննարկմանը ասացիք, որ պետության ինստիտուտները այլևս խախտված են, եւ ձեզ համար շատ ավելի մեծ հույս կա, որովհետեւ եկեղեցու դեմ աշխատողը միշտ անհաջող ավարտ են ունեցել։ Բայց դուք խիստ տարակուսած եք, որ չի գործում ազգային անվտանգության ծառայությունը, չի գործում արդարադատության նախարարը, որտեղ անձնական կյանքի իրավունքի խախտում այստեղ, ինչ եք դուք Չի գործում քննչական կոմիտեն, այո, չի գործում առողջապահության նախարարությունը։ լավ, ինչ եք կոնկրետ, հա, կոնկրետ խոսենք, ինչ եք ակնկալում այս մարդկանցից, ովքեր նշանակվել են Փաշինյանի կողմից։ Եվ նրանք արդեն իսկ գնացել են Լավ, ում կողմից ուզում են նշանակված լինեն, բայց ազգային անվտանգությունը հայեցակարգ պիտի ունենա, թե չէ։ Ուրեմն ազգային անվտանգության այդ պատասխանատուները պիտի ներկայացնեն իրեն վտանգները, որոնցով հղի է իր մոդեցումը, թե ոչ։ Նույնը քննչական կոմիտեն պարտավոր է քրեական գործ հարուցել այնտեղ, որտեղ կա հանցակազմ։ Արտարադատության նախարարությունը պարտավոր է իրեն ներկայացնելու այն վտանգները կամ այն խախտումները, որ ինքը ցույց է տալիս։ Պարտավոր են, ինչ կապ ունի իրեն իր կողմից են նշանակվել։ Եթե իր կողմից նշանակվածները իրավունք չունեն որևիցե բան ասելու, սա նշանակում է արդեն դիկտատուրա։ Սա նշանակում է ավտորիտար կառավարում եւ դրան են գնում։ Որովհետեւ եթե ես ուրիշ անգամ եմ ասել, եթե ՔՊ-ի մեջ չկա ընդդիմություն, ցանկացած կուսակցության մեջ նույնպես պետք է լինի ընդդիմություն։ Եթե ՔՊ-ի մեջ չկա ընդդիմություն, գլխավորը ինչ ասում է ծափահարում են, սա նշանակում է, որ վտանգավոր դիկտատուրա է հաստատվում Հայաստանում։ Հիմա դիկտատուրայի դեմ եկեղեցին պիտի արտահայտվի, թե ոչ։ Արտահայտվում է։ Բայց գլխավոր դատախազնել արտարադատության նախարարն է ցանկացած պաշտոնյա անձել իրավունք ունեն իրեն ասելու այն վտանգների մասին, որոնք կան, բայց չեն ասում, որովհետև իրենք էլ հանցակից են։ Եվ ենթարկվում են դիկտատուրային։ Եվ ներկայացնում են այս ամեն ինչ ինչպես դեմոկրատիա, ինչ դեմոկրատիա չկա։ Աբազյանը եւ Վարդապետյանը եւ մնացած հանցագործներ են, այո, եթե չեն զգուշացնում հանցագործ են, իհարկե։ Քանի օր է Փաշինյանը որոշել է խորհուրդ ձևավորել, ինչ որ տաղանդավոր մարդկանցից կազմված, ինչ որ հոգու հայելու մեջ Ոչ մի տաղանդավոր մարդ չի կարող կազմել այդ հանձնաժողով կոչվածին։ Կարծում եք նրանք չեն համաձայնի Փաշինյանի նախաձեռնությանը միանալ։ Մենք գիտենք շատ մարդ կան։ Օխլոսից սիրով կմիանա։ Սրբազան դուք բացառում եք, որ օրինակ Վազգեն Սրբազանը կարող է միանալ Նիկոլ Փաշինյանի Այո, բացառում եմ։ Բայց նա Նիկոլ Փաշինյանի հավատարիմ աջակիցն է։ Լավ, թող լինի աջակից, բայց չի կարող ինքը գործել եկեղեցու դեմ։ Եկեղեցու դեմ չի կարող գործել, չի գործի։ Սրբազանը ինչ է կարծում Նիկոլ Փաշինյանը ինչու է այս 3-4 օրերին լռություն պահպանել։ Ինչ իմանամ, երևի դեղերը խմել է։ Նիկոլ Փաշինյանը քաստինգ էր հրավիրում, բայց ոնց որ ժողովուրդը չհավաքվեց։ Ինչի քաստինգ։ Քաստինգ էր հրավիրում, ասում էր Բեարանը պետք է ազատել եւ այլն, բայց ժողովուրդը չի հավաքվել ոնց որ։ Աշու չեն հավաքվել։ Իսկ եթե այդուհանդերձ գնան բռնություններով ներխուժելուն, մայրաթով ներխուժելուն, դրանով ոչ մի բան չի լինի։ Դրանով եկեղեցին այդպիսի բաներ տեսել է։ Օդյալ հայրապետը մնում է օդյալ հայրապետ եւ գլուխը Հայաստանի այդ եկեղեցվո, քանի դեռ Տերը այլ բան չի տնօրինել։ Սրբազան ամեն դեպքում է բռնությունների շարունակել։ ձեր կանոնադրությամբ եք ասում։ Ամենայն դեպս գլխավոր շտաբի Ո՞մ կանոնադրությամբ ասեմ։ լավ եք հիշում, թե ինչպես նա մեկ վայրկյանում որոշեց գլխավոր շտաբի հետից ազատվել եւ այսպես իրավունքի ուժով մի ձևակերպում գտան եւ նշանակեցին մեկ այլ զինվորականի։ Դուք լավ եք հիշում, Մեզ մոտ դա բացառվում է, եկեղեցում դա բացառվում է։ ձեր ինքնավստահությունը ինչ կա։ Որտեղ ես ճանաչում եմ եկեղեցին էլ, ճանաչում եմ իմ եղբայրներին էլ։ Ճանաչում եմ իրենց հնարավորություններն էլ, ճանաչում եմ եկեղեցու պատմությունը, չի կարող նման բան լինել։ Այո, իրենց ցանկությունը կա, բայց չի կարող նման բան լինել։ Հապար հայրապետին թողնել ինձ ասել, այնտեղից դուրս անելու ոչ մի միջոց Ոչ մի միջոց իշխանությունը չի կարող ունենալ եւ չունի։
Սրբազան ամեն դեպքում, եթե բռնությանը գնան, դուք նոր նշեցիք, որ նույն ձևով ու նույն մեթոդերով չեք շարժվելու, ինչպես իրենք են անում, բայց իրենք նշում են, որ պատրաստ են այդ բռնությանը։ Հիմա օրինակ իրենք նման բան չեն ասում, չէ, պատրաստ են։ Անելու, օրինակ ձեռքերը բարձելու եք վեր ու հանձնեք այդ ամեն ինչը, ոնց եք պատկերացնում, ոնց է ձեր Ուրեմն ես ասել էի, չէ, եթե դուք ընդունակ եք ամեն ինչի, մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Նույն չարությամբ ասացիք։ Չէ, չարությունը դա ուրիշ բան է, ինքնապաշտպանությունը եւ անհրաժեշտ գործիքակազմ ցուցաբերել նման բաներին անշուշտ ուրիշ բան է։ Հիմա երբ որ Արցախում մեր հոգևորականները զենքը ձեռքին կռվում էին, դա նշանակում էր ինչ, չարություն, թե հայրենիքի պաշտպանություն։ Ուրեմն մենք հոգևորականներս ի վիճակի ենք եկեղեցին պաշտպանելու, եթե նույնիսկ ժողովուրդը մեզ թողնի միայնակ։ Դուք լավ եք հիշում, որ կասկածներ ունեք։ Հա? Այդպիսի կասկածներ Ինչ, որ պիտի հարձակվեն։ Չէ, որ ժողովուրդը կարող է միայնակ թողնել։ Չէ, ոչ։ Բայց դուք նկատել եք, որ Վահագն Ալեքսանյանն ասել է հնարավոր է Փաշինյանը ինքը առաջնորդի այդ արշավը եկեղեցու դեմ։ Նա իր հարցազրույցներից մեկում քաղաքապայմանագիր կուսակցության ներկայացուցիչով համարվում է իրենց այսպես բանակ։ Համարվի։ Ես ամեն մի կենտանական ծագում ունեցող մարդկանց ասածներին չեմ պատասխանում։ Երբ որ հոդին ներկայացուցիչ դառնա, այն ժամանակ կներեմ իրեն։ Դուք կասկածներ ունեք, որ քաղաքապայմանագիր կուսակցության պատգամավորները նաև հավատացյալներ են կամ իհարկե կասկածում եմ, լուրջ կասկածում եմ։ Փաշինյանը իրեն Եթե որևիցե մեկը ամենայն հայոց կաթողիկոսին ինչ-որ Կտրիչ Ներսիսյանով է խոսում, դա ինչ հավատացյալ կարող է լինել։ Դա հավատացյալ կարող է լինել։ Պարոն Աճաբահյանով խոսողը կարող հավատացյալ լինել։ Դուք պատրաստ եք այդ սցենարին, որ Փաշինյանը ինքը գա դեմ առ դեմ կանգնի եւ իրեն բնորոշ բառամթերքով խոսի Վեհապար Հայրապետի եւ ձեզ եւ մնացած բոլոր եպիսկոպոսներ։ Հարցեր եք տալիս, որ չի։ Այսինքն ինչպես կանգնի, թող գա խոսի իր բառամթերքով, թող գա խոսի։ Նա առայժմ վարչապետ է եւ նրան են ենթարկում բոլոր ուժային։ Թող ենթարկվեն։